Վարդան Օսկանյանը կգլխավորի համախմբում կուսակցության նախընտրական ցուցակը, եթե կուսակցությունն ընտրությունների գնա միայնակ։ Բայց երբ մենք կգնանք դաշինքով, ուզում եմ նաև հայտարարել, որ ես անձամբ եւ համախմբում կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է իրենց անձնական հավակնությունները մի կողմ դնել եւ շարժվել ըստ իրավիճակի, ըստ նպատակահարմարության։ Ինքն անձամբ շատ է ուզում, որ ընտրություններին մասնակցեն դաշինքով, պարոն Օսկանյանը բազմաթիվ հանդիպումներ է անցկացնում։ Ովքեր որ կխուսափեն դաշինքներից ինքնին արդեն իրենց երեսը ցույց կտան։ Վարդան Օսկանյանն առայժմ չի ասի, թե որ կուսակցությունների հետ է պատրաստ մտնել դաշինքի մեջ։ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հետ դաշինքի մասին նա առայժմ չի խոսի, բայց վստահ է, որ Ծառուկյանը կարող է լուրջ դերակատար լինել ոչ իշխանական քաղաքական բևեռ ձևավորելու հարցում։ Ես այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի, այնքան ժամանակ որ դերևս ինքը Ծառուկյանը որևէ հայտարարություն այդ կապակցությամբ չի արել։ Նախկին արտգործնախարարին հայտնի է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ժողովրդին դեռ չի հաջողվել ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխել, իսկ ինքը հենց իշխանափոխություն է ուզում։ Եթե մենք ընտրություններով հասանք իշխանափոխության, առաջին նախ այդ մարտիկ որ դուրս են գալիս կստապվեն, երկրորդ իշխանության եկողները շատ ավելի պատասխանատու կզգան իրենց ժողովրդի առաջ։ Իշխանափոխությունը Հայաստանին օդ ու ջրի նման է անհրաժեշտ, ավելին այն կօգնի մոտ 400 միլիոն դոլար բերել Հայաստան, բոլորն են սպասում, որպեսզի աշխատեն լեգիտիմ միջավայրում։ Այսօր Հայաստանում արգա գումարները, որոնք շրջանառությունից դուրս են բանկերում նստած, եթե վստահություն լինի եւ դրվեն տնտեսության մեջ, մենք շատ արագ կտեսնենք մեծ աճ մեր հնայի մեջ։ Պարոն Օսկանյանը գիտի, որ նոր ընտրակարգով կա նաև ռեյտինգային ճանապարհով խորհրդարան մտնելու տարբերակը, որից հիմնականում օգտվելու են իշխանությանը ծառայող թաղային եւ քրեական հեղինակությունները, ինչպես նաև օլիգարխները։ Ինչ անենք, ասում է նա։ Ժողովրդի հետ պետք է աշխատել, չգիտեմ, դրա դեմ իրոք եթե քիշերը գնում են դունդուն մտնում են ժողովրդին փող են տալիս եւ մեր ժողովուրդը իսկապես գնում եւ քվեարկում է իր կամքին հագարակ հանուն այդ 10,000 դրամի։ Իշխանությունն ընդդիմությանն անելանելի վիճակում է դնում, երբ անում է այն, ինչ ուզում է, փող բաժանելը քրեական հանցագործություն է։ Իդեպ պարոն Օսկանյանն ասում է, որ ռեյտինգային քվեարկությունն ավելի մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանին, քան նույնիսկ ցուցակներ չհրապարակելը։ Ցուցակներ հրապարակելը դա post factum ինչ որ իրավիճակ է էլի պետք է կանխել, կանխարգելիչ քայլերը շատ ավելի արդյունավետ են, երբ որ իրավիճակ ստեղծվելուց հետո ինչ որ դու փորձում ես բաներ անել, չգիտեմ դրա արդյունավետությունը ինչ կլինի, հատկապես որ եթե վերջը գնալու ես դատարան ես լուծելու համատրական, մենք գիտենք այնտեղ որոշումները ինչպես են կայացվում։